Այսօր ուզում եմ խոսեմ մանանեխի հատիկի մասին, այդ առակը, որ Հիսուս Քրիստոսը խոսեց Մատթեոս ավետարան 13-րդ գլխում, գիտեք, որ այս օրերի մեջ, այս ամիսների մեջ մենք անցել ենք այս առակների, ուրեմն մեկնաբանություն ասեմ, վերլուծություն ասեմ կամ հենց խորհրդաբանություն ասեմ, եւ մենք գիտենք, որ ցանկացած առակ ինքը մեկնաբանվում է այլաբանորեն, բայց հիմնավորվում Աստծո խոսքով։ Ամեն, որովհետև առակն ինքն հենց այլաբանորեն պիտի ընդունենք, բայց միևնույն ժամանակ պիտի հիմնավորենք այդ խոսքը հենց բուն Աստծո խոսքի հիման վրա։ Եվ մենք գիտենք, որ Աստվածաշունչն էլ մեզ քաջալերում է, որ գիտակցենք, որ մենք Աստծո լույսովն ենք տեսնում լույսը։ Աստծո լույսովն ենք տեսնում լույսը, այսինքն պիտի հասկանանք, որ Աստծո խոսքն է մեկնաբանում Աստծո խոսքը։ Մենք մարդկայինորեն գաղափարախոսությամբ, մարդկային իմաստությամբ կարող ենք ինչ-որ բան ընկալել, բայց վստահ իմացի, որ դա այն չի լինի, ինչ-որ Աստված կուզեր, որ մենք ընկալեինք իր խոսքից, ամեն։ Այսօր կդիտարկենք որոշակի բաներ, թե ինչ էր իրականում Հիսուսն ուզում այս առակով մեր սրտերի հետ խոսեր։ Նախ որ Մատթեոս 13-րդ գլուխ 34-ից 35 համարներում ասվում է, որ Հիսուս Քրիստոսը առակներով էր խոսում ժողովրդի հետ եւ առանց առակի ոչինչ չէր խոսում, նպատակն ասում է, որպեսզի կատարվեր մարգարեի ձեռով գրվածը, որ ասվում է, որ առակներով կբացեմ իմ բերանս եւ կհայտնեմ աշխարհի ստեղծվելուց ի վեր առաջ եղող մնացած ծածուկ եւ խրտին բաները։ Տեսնում ենք, որ Հիսուսի նպատակն էր, որ առակներով հայտնի աներ այն ծածուկ գաղտնի խրտին դժվարիմաց խոսքերը, որպեսզի մենք իրականում ոչ թե ուղղակի իմանանք դրա մասին, այլ ապրենք այն, վայելենք այն։ Եվ ինչի՞ չէ, որոշակիորեն զգուշություն ցուցաբերենք։ Ուրեմն տեսանք, որ առակները հայտնաբերում են, հայտնություն են բերում մեզ ծածուկ եւ խրտին բաների մասին։ Եվ 13-11-ում այդ առակներում, որ ես շեշտել եմ այդ 7 առակների մեջ, այս խոսքերը նորից շեշտել եմ եւ չեմ անդրադառնա մանրամասնորեն դրան, թե 11 առակը ինչ խորհուրդ ուներ, որովհետեւ արդեն ունենք, կարող ենք լսել, հա, բայց ուզում եմ շեշտեմ 13-11-ում, որ այդտեղ Հիսուսը իր աշակերտներին, ասա, իր աշակերտներին ասում է, որ ձեզ տրված է իմանալու երկնքի արքայության խորհուրդները, ծածուկ գաղտնիքները, ձեզ տրված է։ Այդ որ ասում է ձեզ, դա աշակերտներին ասում, հա։ Եվ իմի յուրաքանչյուրս, ովքեր որ աշակերտում են Հիսուս Քրիստոսի խոսքին, նշանակում է, որ իրանց տրված է այս գաղտնիքները իմանալու։ Ասում է, բայց նրանց, ովքեր որ դեռ շարունակում են խավարի եւ կորսյան ճանապարհով անցնեն, նրանց տրված չի այդ գաղտնիքներն իմանալ։ Ուրեմն տեսնում ես, որ սա կարևորագույն դեր ու նշանակություն ունի, որ առակների միջոցով Հիսուսն ուզում է իր խոսքի գաղտնիքները փոխանցի մեզ։ Ամեն։ Ուրեմն տեսնում ենք, որ առաջի 4 առակները Հիսուսը խոսեց ընդհանուր ժողովրդի հետ։ Սովափում կանգնած էին։ Եվ երկրորդ առակի մեկնությունը, որը որոմների առակն էր, մեկնաբանեց առանցին եւ մեկնաբանելուց հետո խոսեց եւս 3 առակներ, բայց առանցին, մի տան մեջ, միայն աշակերտների հետ։ Տեսնում ենք, որ կան խորհուրդներ ու գաղտնիքներ, որ Հիսուսը կարա վստահի միայն այն մարդկանց, ովքեր որ լուրջ որոշում են կայացրել, խավարի ճանապարհը մերժեն, թողեն եւ հետևեն լույսի ճանապարհին, այսինքն թե Հիսուս Քրիստոսին։ 13:31-32-ում Հիսուսը գրված է այստեղ, որ մի առակ էլ խոսեց եւ ասեց, որ երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկի, որը մի մարդ վերցրեց, այս որ ասում է, որը մի մարդ վերցրեց, երկնքի արքայությունը այս մարդու նման չի, որը վերցրեց այդ խոսքը։ Այստեղ ասում է, որ երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկի, եւ ասում է, մի մարդ վերցրեց այդ մանանեխի հատիկը եւ իր արտի մեջ ցանեց, իր արտը այստեղ մարդու սիրտն է։
ցանեց ասում։ Եվ երբ որ այն ծնեց, դա գրված է որ ամեն սերմերից փոքրագույնն էր այդ։ Բայց երբ որ այն ծնեց, մեծ ծառ դարձավ։ Եվ փոխվեց նրա տեսակը, բնությունը։ Եվ ասում է, այս ծառի վրա երկնքի թռչունները եկան հանգիստ գտան, բույն շինեցին։ Ուշադրությամբ կարող ենք հետևել եւ կտեսնենք, որ Հիսուսի նպատակը բուն որն էր, երբ որ այս խոսքերն ասում էր։ Կրկնում եմ, որ առակը պիտի ընկալենք այլաբանորեն եւ այդ այլաբանությունը պիտի հիմնավորվի Աստծո խոսքով։ Առաջի երկու առակներում ներկայացված ցորենը եւ պտուղը եւ այստեղ այս երրորդ առակի մեջ մանանեխի հատիկը դրանք օգտագործվում են սնունդի համար։ Սրանով բաց հասկանում ենք, որ երկնքի թագավորության որդիները, որ կազմում եւ ամբողջացնում ու ներկայացնում են Աստծո թագավորությունը, որը Քրիստոսի եկեղեցին է երկրի վրա, այն պիտի նման լինի սերմի, որը իր տեսակի պտուղն է տանի եւ որը որպես կերակուր է հանդիսանում մարդկանց ճշմարիտ հավատքի հաստատության համար։ Ամեն։ Քրիստոսի եկեղեցին, որը մենք ենք երկրի վրա, եւ մեր սիրտն է այն արտը, որտեղ ցանվում է արքայության սերմը, տվյալ դեպքում մանանեխի հատիկը, եւ որը սերմերի փոքրագույններիցն էր եւ այն միամյա բույս էր, որը իր տեսակով պիտի պտուղ տար, ճիշտ իր տեսակով, բայց այստեղ շեշտադրված ասվում է, որ այդ սերմի տեսակը փոխվեց, իր բնությունը փոխվեց, իր գործունեությունը փոխվեց։ Այստեղ ոչ թե ուղղակի սերմը իր այդ տեսակը փոխեց, այլ ինչ որ պայմաններ չեղան, նպաստավոր պայմաններ չեղան այդ արտի մեջ, որ սերմը իր տեսակի պտուղ տար։ Այդ սերմը հիբրիդացավ այդ արտի մեջ։ Արտը ինչ որ կերպով նպաստեց, որ սերմը հիբրիդանա եւ փոխի իր բուն տեսակը։ Եվ այդ փոխակերպված արդեն ծառի հաստատուն ծառերի վրա թռչունները, երկնքի թռչունները իրենք կարողանում են հանգիստ գտնել, դա իրանց ուրախությունն է, իրանք բուն են շինում այդ ուրեմն ճյուղերի վրա։ Պիտի իմանանք, որ ստեղծագործության առումով այնքան էլ չի համապատասխանում սերմի փոխակերպումը Աստծո ստեղծագործությանը, կանդրադառնանք դրան, բայց իմանանք, որ սերմնացանի առակում Հիսուս Քրիստոսը, որ երկնքի թռչունները համարում էր չարը եւ սատանա, որոնք եկան եւ մարդկանց սրտերից հափշտակեցին արքայության սերմը, խոսքը, որ քարոզվել էր, հա, իսկ այստեղ երրորդ առակի մեջ մանանեխի սերմի տեսակը, բնությունը, էությունը, գործունեությունը փոխակերպող եկեղեցու մեջ այդ թռչունները գալի ու հանգիստ են գտնում, արդեն բուն են շինում։ Ասացի, որ սերմի փոխակերպումը դա աստվածաշնչյան սկզբունքներին դեմ է ստեղծագործությանը, որովհետև Ծննդոց 1:11-12-ում Աստված ինքն ասել էր, որ ամեն սերմ իր տեսակի իր նմանության պտուղ տա։ Այս փոխակերպումը տեղի է ունենում, երբ որ տեսեք երբ է դա տեղի ունենում, երբ որ եկեղեցին, այսինքն մենք, այսինքն վերածնված մարդիկ փոխզիջման է գնում աշխարհի սկզբունքներին, այս բառերը այսօր շատ կլսենք, մարդկային իմաստությանն ու գաղափարախոսություններին, ազդեցիկ մարդկանց ընկալումներին եւ թելադրանքներին տրվելով, եկեղեցին գնում է փոխզիջումների եւ այն խոսքը, որ եկել էր մեր մեջ, որ իր տեսակի պտուղը պիտի տար, փոխակերպվում է եւ դա Աստծո սրտին հաճելի չի։ Աստծո ճշմարիտ խոսքը փոխակերպվելով
եկեղեցում անհատի կյանքում փոխակերպվում է նաև Քրիստոսի բուն պատկերն ու կերպարանքը մարդի կյանքի մեջ, որովհետև մենք մարդիկս երկրի վրա ներկայացնում ենք բուն Քրիստոսի, որն է, այսինքն Քրիստոսն է, աներևույթ Աստծո իրական ճշմարիտ բնապատկերն է երկրի վրա։ Իմի հարց տուր քեզ քաղցր ջան։ Այս սերմը, արքայության սերմը, որ եկել է քո սրտիդ մեջ, որ դու հիմի որպես արդ ես, ցանվել է, ծլել է իր տեսակի պես, թե ուղղակի դու հաստատվել ես քո համոզմունքներով, սկզբունքներով, դարձել ես հսկա կառույց, հոգևոր, եւ այդտեղ ինչ թրջուն ասես, եկել է բուն ադրել։ Լավ ազգում իրան, ու դու էլ կամաց հարմարավետություն ես տեսնում այդտեղ։ Եկեղեցին փոխակերպվելով կորցնում է Քրիստոսի բուն պատկերը եւ դառնում է ավելի շատ քրիստոնեական կազմակերպություն, որտեղ տեղի են ունենում ծիսական արարողություններ, միջոցառումներ, ծառայություններ, բայց իրականում Քրիստոսի եկեղեցին լավ է որ լինի կազմակերպված, բայց չի պիտի լինի կազմակերպություն, համաձայն եք։ Քրիստոսի եկեղեցին պիտի ներկայացնի հայտնված Քրիստոսին, ոչ թե նոր Քրիստոսներ հայտնաբերի։ Համաձայն եք։ Դուք կմտածեք, թե ինչպես կարող են մարդիկ նոր Քրիստոսներ հայտնաբերեն։ Դա նոր չի լինում, դա եղել է հենց առաջի դարից սկսած, դրա համար Պողոս առաքյալը այս կարգավիճակի հետ կապված գրում է 2 Կորինթացիների 11:4-ում, ասում է ուրիշ Քրիստոսի եք ընդունում, ուրիշ հոգի եք ընդունում, ուրիշ ավետարան, որ մենք չներկայացրեցինք, մենք չփոխանցեցինք, մենք չքարոզեցինք, ասում է լավ էլ շուտ դառնում եք ճշմարտությունից դեպի կեղծիքը, կիսաճշմարտությունը։ Այս ուրիշ Քրիստոսը ով է, եթե ոչ այն, որ ինչ որ մարդիկ նոր Քրիստոսներ էին հայտնաբերել եւ ներկայացնում էին այսպես, եւ իմի առաքյալ ասում է կանգնեք, սթափվեք, ուր եք հետևում ուրիշ Քրիստոսների։ Ուրիշ Քրիստոս իրականում գոյություն չունի, դրանք հնարովի բաներ են։ Ուրիշ ավետարան գոյություն չունի, դրանք մարդկային տեսանկյունից բխող բաներ են։ Սրա համար պետք է մենք մի քիչ սթափվենք եւ ուշադրություն դարձնենք եւ չլինի թե կորցնենք Քրիստոսի բուն պատկերը, որ մեր վրա է խաչի միջոցով եկած վերածնունդ վերապրած մարդկանց կյանքում։ Ամեն։ Փոխզիջման գնալով Քրիստոսի եկեղեցին փոխակերպվում եւ դառնում է մարդկային իմաստության եւ գաղափարախոսության կառավարման մի հսկա կառույց, որտեղ ավելի շատ գործում է մարդկային աշխարհային, հեթանոսական, անաստվածային ու դիվային սկզբունքները, սովորություններն ու փորձառությունները, քան թե Աստծո կենդանի խոսքը եւ Սուրբ Հոգու գործունեությունը։ Փոխակերպման գնացած եկեղեցում, որ անհատն է, երբ որ ես խոսում եմ եկեղեցի, դու մի մտածի, ես ինչ քաղաքում, ես ինչ երկրում, դու մտածի, որ ես ու դու եկեղեցի ենք, որովհետեւ Սուրբ Հոգին բնակվում է մեր մեջ։ Եվ ես ու դու կարող ենք փոխակերպել այդ խոսքը սերմը։ Եվ փոխզիջման գնացած եկեղեցին, ասեցի երբ է տեղի ունենում դա, արդեն կորցնում է բուն պատկերը Քրիստոսին եւ ինքն հետևում է որոշակի մարդկային սկզբունքների, կառավարումների, քան թե Աստծո խոսքի եւ Սուրբ Հոգու ներգործությունների։ Շարունակեմ։ Այստեղ է։ Փոխզիջման գնացած եկեղեցին ասեցի, որ հետեսետե կորցնում է Քրիստոսի ճշմարիտ բնապատկերը եւ Քրիստոսը որպես բնապատկեր ներկայացնում է աներևույթ Աստծո պատկերը։ Դա գրված է Եբրայեցիների 1:3 առաջի գլուխ 3-րդ համարում, Աստծո աներևույթ պատկերն է Քրիստոսը եւ մենք էլ իր պատկերն ունենք մեր վրա, բայց սա լինում է այն ժամանակ, երբ որ մենք ապրում ենք ավետարանի խոսքի հիման վրա, առանց խոսքը փոխակերպելու, արքայության սերմը առանց հիբրիդ դարձնելու, ինչպես կա այդ տեսակի պես ապրելով։ Մանանեխի հատիկը ասեցի, որ միամյա բույս է եւ որը տվյալ դեպքում արքայության սերմն է, խոսքն է, որը ցանվում է այգում, այսինքն եկեղեցում եղող մարդկանց սրտերի մեջ,
Բայց խոսքը, այսինքն մանանեխի սերմը, ցավոք սրտի փոխակերպվում եւ դառնում է ծառ, հսկա մի ծառ, որի ճյուղերի վրա թռչունները գալի, հանգիստ են գտնում, բուն են շինում եւ տվյալ եկեղեցին կամաց համակերպվում է, ասա համակերպվում է աշխարհային պահանջարկներին, սովորություններին, սկզբունքներին եւ կերպարանքին։ Հինայի ինքդ քեզ քաղցր ջան։ Եթե դու էլ այդպես ես վարվում Աստծո խոսքի հետ, ինչպես աշխարհը, դու կասես չէ, ես այդպես չեմ վարվում։ Բայց աշխարհն Աստծո խոսքի նկատմամբ անտարբեր է վարվում։ Վերջի անգամ քո Աստվածաշունչ գիրքը երբ բացած կաս։ Երբ որ բացում ես իբր թե Սուրբ հեռախոսը, որ Աստվածաշունչ կարդաս, Սուրբ հեռախոսը բացելուց այնքան պղծություններով ես անցնում, մեկ էլ վերջում հիշում ես, թե ինչի համար է իր բացե այդ խոսքը, այդ հեռախոսը, բայց արդեն իրիկուն է, ու դու ամբողջ ժամանակը կորցրեցիր, գողացվեց։ Բայց քեզ թվում էր, որ դու անտարբեր չես խոսքի հանդեպ։ Այ հենց հիմա է, որ դու Աստծո խոսքը լսում ես, բայց մտովի որտեղ ես, ուշք ու միտքդ ուր է, ինչ որ մեկը քո կողքին նստած, ինչ որ մի հարցեր ես լուծում, ինչ որ մի ձևով, միգուցե հենց հիմի դու քո Սուրբ հեռախոսով ինչ որ մեկին բաներ ես գրում, աղջի գոնե այստեղ ելներ, էսի, բայց դու լսի, դու քաղցր ջան։ Դրա համար ինչքան ուշադիր պիտի լինենք, որ խոսքը չանտեսենք։ Եվ խոսքը չպիտի կարդանք նրա համար, որ ինչ-որ մեկի ականջին խոսենք, այլ խոսքը պիտի կարդանք նրա համար, որ դա վերապրենք մեր կյանքում, ներկայացնելով Քրիստոսին երկրի վրա։ Ամեն։ Եթե ոչ կնշանակի մենք արդեն հարմարվել ենք աշխարհի պահանջարկներին։ Կա չէ եկեղեցու անդամին, ասենք ծառայողին ասում ես, «Էս ինչ է դες վարվեցիր», ասում ամբողջ աշխարհը, հա, այսինքն կերպարանքը աշխարհին ես ընդունել։ Աշխարհը միգուցե էդի անում է ու դու գիտես, որ էթալյա ուժ։ Դու ես էդ ուզում ես ուժ։ Աստված Աբրահամին հանեց ուրից եւ ասեց արի մտերից։ Ամեն։ Հիմա դու ուր ես էդ ուժ։ Դու պետք է դադարես աշխարհի կերպարանքն ունենալուց։ Այսինքն աշխարհի նման մտածելուց, վարվելուց։ Մի բան ես լսում, մի վախեցի, այլ սթափվի։ Դուք ընտրոնացումը թող լինի Աստծո խոսքի վրա։ Ամեն։ Վատ բան ես լսում քո ընկերոջից, հարևանից, եղբորից, քրոջից, մի ուրախացի, դե աշխարհն անում։ Քեզ վեր մի դասի մեկից դա աշխարհն անում։ Աշխարհի կերպարանքն է դա, ոչ թե որ աշխարհը հասկանում ես ինչ որ իմացար։ Դրսի կերպարանքի մասին չի խոսքը, այլ ներքուստ, ամեն։ Քրիստոսի եկեղեցու երկնային եւ հոգեվոր բնությունը պիտի նման լինի Քրիստոսին, ցորենի, պտուղի եւ մանանեխին։ Եվ Քրիստոսի եկեղեցին երկրի վրա պիտի ապրի օտարականի պես, ոչ թե հաստատուն արմատներ գցի երկրի վրա։ Ուշադիր եք։ Դրա համար մանանեխի հատիկը որպես միամյա սերմ էր, նա հաստափորձ արդ չպիտի լիներ, արմատներ չպիտի գցեր, վերափոխված եկեղեցու մեջ է այդ արմատավորումը լինում աշխարհի մեջ։ Հասկանում ես։ Եվ մարդը արդեն իսկ եթե չի ապրում օտարականի նման այս աշխարհի մեջ, ուրեմն նշանակում է ապրում է աշխարհի մտածելակերպով, սկզբունքներով, սովորություններով եւ կամաց նա դառնում է մի այնպիսի կառույց, որտեղ որ երկնքի թռչունները, այսինքն օտար ու անաստվածային մտքերը, աշխարհային, հեթանոսական ու դիվային ներգործությունները հաճույք են գտնում այդ անձի մեջ, հանգիստ են գտնում այդ անձի մեջ, բուն են շինում, բուն են շինում այդ անձի կյանքի մեջ։ Պետրոս առաքյալը իր ժամանակին նորից կենտրոնացած էր դրա վրա եւ ինքն անհանգստացած էր եկեղեցու ապրելակերպի նկատմամբ եւ Առաջի Պետրոս 2-րդ գլուխ 11 համարում առաքյալը
գրում է իր անհանգստությունը, դիմելով եկեղեցուն եւ ասում է սիրելիներ, աղաչում եմ ձեզ, ինչքան կարեւորագույն բան պիտի փոխանցի եկեղեցուն եւ այս աղաչանքով է փոխանցում։ Աղաչում եմ ձեզ, որ այս աշխարհում վարվեք որպես պանդուխտներ եւ օտարականներ եւ զենց մնացեք, հեռու մնացեք մարմնավոր մտածելակերպից եւ մարմնավոր ուրեմն ցանկություններից, որոնք որ կրվում են հոգու եւ շնչի դեմ։ Ուշադիր ես, տեսնում ես, որ եթե մարդը, հավատացյալ մարդը երկրի մեջ, աշխարհի մեջ, որպես օտարական չի վարվում, որպես պանդուխտ չի, այլ ինքն արդեն արմատացել է աշխարհի սկզբունքների ու սովորությունների մեջ, կամաց իր մեջ ի հայտ է գալի մարդկային մտածելակերպ, սկզբունք, համոզմունք, տրվում է մարդկային ցանկություններին եւ ասում է, այս ամենը կրվում է հոգու եւ շնչի դեմ։ Մարդկային մտածելակերպ, մարդկային ցանկությունները, սրանք երկնքի թռչուններն են, որը գալիս են մարդու մեջ, հավատքի կյանքում եղող մարդու մեջ եւ իրանք հանգիստ են գտնում։ Հələ տես քանի այսպիսի թռչուն կա քաղցր ջան մեր կյանքում, որոնց այսօր պիտի հեռացնենք։ Երբ որ Աբրահամը զոհ մատուցեց, հիշում եք, ասում է երկնքի թռչունները գալիս էին եւ հարձակվում էին այդ զոհի վրա, ուզում էին զոհը քրքրեին, ուզում էին զոհը խափանեին, ուրեմն ավիրեին, բայց Աբրահամը քշեց այդ թռչունները։ Մենք ինքներս որպես կենդանի զոհ ենք Հիսուս Քրիստոսով Աստծո առաջին ամեն Հռոմեացիների 12:1-2-ում։ Եվ այսպիսի թռչուններ կան, որ միշտ գալիս են, որ այդ զոհը ավիրեն, ապականեն։ Մենք զոհ ենք։ Եվ այդ թռչուններ կան, որոնց մենք դոստուպ ենք տվել, արտոնություն ենք տվել գալու մեր կյանքում։ Դրանք օտարոդի անաստվածային, աշխարհային, հեթանոսական սովորություններն են, սկզբունքներն ու բնավորությունը, մտածելակերպն են, որ գալիս են մեր կյանքում եւ Պետրոս Արաքյանն ասում է, դրանք կրվում են քո հոգու եւ շնչի դեմ։ Լսի հարազատս։ Կողքինիդ էլ ասա, որ ինքն է լսի։ Այն մտքերը, որոնք կրվում են քո հոգու շնչի դեմ, դրանք չեն կարող աստվածային լինել։ Դրանք գալիս են ոչ Աստծո հոգուց։ Դրանք անգամ կարող են գալ քո կյանքի մեջ, քո կողմից վստահված հավատացյալ անձից, բայց դա չի կարող լինել աստվածային սկզբունքները կամ մտածելակերպը, որոնք գալիս են քո հոգու դեմ կռվելու, դրանք թռչուններ են, որոնք ուզում են բուն շինեն քո կյանքում, հեռացրան նրանց քո կյանքից։ Ամեն։ Նույն բանի համար Պողոս Արաքյալը մտահոգված էր եւ Հռոմեացիների 12:1-2-ում նորից գրում է այսպես, որ աղաչում եմ ձեզ, գրում է եկեղեցուն, Քրիստոսի եկեղեցուն, մի կերպարանվեք աշխարհի կերպարանքով, այլ ձեր միտքը նորոգեցեք եւ ապրեք նորոգված կյանքով։ Ինչի, որովհետեւ թռչուններն առաջերտին բուն են դնում մարդու մտքի մեջ։ Այն չներելը այդ թռչունն է բունդ է, ծիտիկը եկել է բուն ադրել, սիրուն, ու դու չես կարում է, ոչ թե չես կարում, այլ չես ուզում, անգամ չես էլ ուզում ներես, ու դու էլ էտես որոշում ես կայացրել շինած բնանը համապատասխան, կյանքում չեմ ներել, իրան չի հասնում, ոնաթոմ կեզ հասնում էր, որ տերը ներեց, իրան չի հասնում, իմիտես հենց այդ բունը կանդվի, դուք ասես, այ բալան, ոչ չէի կարում իրան ներեի, ոչ չէի ուզում, որտեղ կանդվեց այդ բունը, այդպես չի, այսօր իշքան տենց բուներ կա իմ ու քո կյանքում, որ պիտի կանդվի, ամուր մի բրնի, կանդի, թույլ տուր, որ Սուրբ Ոգին այսօր կանդի, ամեն, եւ ասում եմ նորոգեք ձեր միտքը, որպեսզի կարողանաք հասկանաք, ընկալեք, թե որն է Աստծո սրտին հաճելի կյանքը, որով դուք ապրեք։ Իմացեք, ասում եմ, բայց մինչև մեր միտքը չնորոգվի, մենք ինչ կիմանանք, որն Աստծո սրտին հաճելի կյանքը։ Դրա համար որ կյանքով, որ մենք հենց հիմի ապրում ենք, այդ շինած բներին հիման վրա, թռչնի բների, կարծում ենք, որ դա աստվածահաճո կյանք է։ Հիմի անկեղծ ձեր մի բարձրացրա, բայց մտածի, որ մեկ սա կարծում, որ իր կյանքը Աստծուն հաճելի չի։
Ո՞ր մեկ սա կարծում։ Որևիցե մեկը չի կարծում, չէ՞։ Բոլորս էլ կարծում ենք, որ մեր կյանքը լրիվից ավելի հաճելի է Աստծո առաջ։ Ամենահաճելի կյանքը ես եմ ապրում եւ դրա համար ես վայելում եմ Աստծո սերը։ Ո՞վ է քեզ խաբե։ Այդ խաբկանքն էլ ինչ որ մի թրջնի բունավորեկի շինանա քո մտքի մեջ։ Ասում եմ, երբ որ դուք հասկանաք, որն Աստծո սրտին հաճելի կյանքը, այդ կյանքով կապրեք։ Ուրեմն նշանակում է հիմի որ կյանքով որ մենք ապրում ենք, մեր մեջ համոզմունք կա, որ այդ կյանքն Աստծո սրտին հաճելի է։ Դու քաղցը ջան, մի հատ արի, ծուր նստենք, դուս խոսենք։ Հələ տես այդ քո ապրած կյանքը, որ առավոտի ծիրիկուն Աստծո խոսքին չես անդրադառնում։ Առավոտի ծիրիկուն տուն արտուն քանդելով բամբասելով մանես գալի։ Ում տենում դատում մեղադրում ես։ Հասկանում ես այդ կյանքը, այդ որով դու հիմի ապրում ես, քաղցր ջան, ու դու կարծում ես Աստված էլ մեր խելքին է ու այդ կյանքն հավանում, հա? Տեղ մի գնացեք, սպասեք, վերջում աղոթելու եք։ Եվ ասում են, երբ որ դուք ապրեք իր սրտին հաճելի կերպով նորոգված մտքով, այն ժամանակ ձեր մատուցած պատարագը Աստծո սրտին հաճելի կերպով։ Ամեն օր պատարագ ես մատուցում, Աստված պատարագ համարի, ուրեմն դու գանգնում ես ու ըստ քո կարծիքի պատարագ ես, այս տուր, առավոտի ծիրիկուն տուր հատուր այդ զրույքի նման ու կարծում ես, որ սա պատարագ, ինչ պատարագ։ Ու կարծում ես, որ դա Աստծուն հաճելի է։ Բայց այն մարդը, որ ուղղակի կանգնես Տիրոջ առաջ ու ասես, Տեր, ես կարիք ունեմ քո ողորմության, օգնիր ինձ։ Ես արդարացված տուն գնամ այս ժողովքից։ Բժշկված, ազատագրված տուն գնամ այս տաճարից։ Տերն ասում է, նա ավելի արդարացած է Աստծո առաջին, նա բժշկված եւ ազատագրված գնաց իր տունը, ամեն։ Հալելույա։ Մատթեոս 13-րդ գլխում ենք, ուրեմն 41-43 համարներում որոնների արակի մեկնության մեջ դա Հիսուս Քրիստոսն արդեն ասեցի, որ ինքը մեկնաբանել է եւ Սերնացանի արակը եւ որոմների արակը, սրանում մեր հանդիպ չկա, որ եւս մեկ ուրիշ մեկնաբանություն ավելանա այս խոսքերին, եւ այս մեկնաբանության մեջ որոմների արակի մեջ Հիսուսն ասում է, որ մարդի որդին կուղարկի իր հրեշտակներին եւ հրեշտակները մարդու որդու արքայությունից, հա, տեսեք, ում կհավաքեն բոլոր նրանց, ովքեր գայթակղության պատճառ են եղել եւ չարիք են գործել Աստծո արքայության մեջ լինելով հանդերձ, այսինքն եկեղեցու մեջ լինելով հանդերձ։ Չփակես գիրքը, նայի քո գրքին։ Այնտեղ գրված այսպես, որ երկնքի հրեշտակները, Աստծո հրեշտակները կգան եւ որտեղուց Աստծո որդու արքայությունից կջոգեն դուրս կհանեն ումը ասում են նրանց, ովքեր որ գայթակղության պատճառ են հանդիսացել։ Դու հիմի մտածում ես, թե այս ինչը քեզ գայթակղության պատճառ է հանդիսացել, բայց մտես դու քանիսին ես գայթակղության։ Երբ որ խոսում են գայթակղության մասին, միայն այսպես հակառակ սերի նկատմամբ մի մտածի, աշխարհը գայթակղում է մեզ իր առաջարկներով։ Քանի ծառայողներ են եղել, աշխարհի գայթակղությանը տրվելով, թողել են ծառայությանը եւ գնացել են աշխարհ։ Դեմասն էլ աշխարհը սիրեց։ Նշանակում է գայթակղվեց չէ աշխարհում։ Երբ որ խոսում են գայթակղության մասին, մի մտածի չէ, ես այդ մարդը չեմ։ Ուրեմն արդեն ես։ Որովհետև թույլ ես տվել, որ թրջուլը բուժ լինի։ Եվ նայես բունը շինի, որ քեզ հաճելի է։ Մեծամտության բունը բոլորին է հաճելի։ Հպարտության բունը, որ շինվում է մարդու սրտում, ինքը երբեք չի կարծում, որ ինքն հպարտացած է, բայց այս բունը, որ շինված է, այսինքն ինքն հենց ապրում, կարծես թե մենակ ինքն է։ Ուրանում ես։ Ասում է, որ գայթակղության պատճառ եղողներին ինչ են անում հրեշտակները, փոխում ու առանձնացնում են
զատում են որտեղից, ձեր Աստվածը շնչի մեջ չկա տես բան գրած, թե չէի նկատել, հա։ Ասում եմ, որ փոքում ու առանձնացնում են, ասում եմ, բոլոր նրանց, ովքեր գայթակղության պատճառ են եղել, եւ առաքյալն ասում է, եկեղեցու անդամներին ասում է, որևիցե մեկին գայթակղության պատճառ մի հանդիսացի, ոչ հրեաներին, ոչ հեթանոսներին եւ ոչ էլ Քրիստոսի եկեղեցուն։ Անկամ գայթակղության պատճառ մի եղի քո ծառայությանը, որն Աստված վստահել է քեզ, հանձնարարել է քեզ եւ պահանջում է քեզանից։ Ամեն։ Բոլոր նրանց պոկեցին, հեռացրեցին որտեղից, արկայությունից, եւ բոլոր նրանց, ովքեր չարիք էին գործում, տվյալ պահի մեջ գործում էին, գիտես, արդեն եկել են հրեշտակներ, ուրա պիտի հավաքեն, սպասի մի գնա, աղոթելու ենք։ Եվ ասում եմ, հրեշտակներն եկել էին, որ առանձնացնեին, հլը այդ ժամանակ դեռ մարդիկ շարունակում էին եկեղեցում, Աստծո արքայության մեջ գայթակղություններ եւ չարիքներ գործել։ Դու մտածում ես, չէ, ես չարիք կյանքում չեմ գործի։ Չէ, ես ապաշխարել եմ։ Ես եմ վաղ, օրինակ, օրը մի 10 մարդու տուն էի քանդում, եւ մի 3 ապաշխարել եմ։ Ասենք այս ժամանակ խոսքի այսքան էի մեղք գործում, հիմա քիչ եմ մեղք գործում։ Բայց չարիքը, մեծագույն չարիքը դա այն է, որ մարդը անհնազանդություն է ցուցաբերում Աստծուն։ Չարիքը ոչ միայն ինչ որ անձի նկատմամբ գործելուց դու անգամ քո անձի հանդեպ իրավունք չունես չարիք գործես։ Որովհետև քո անձը քոնը չի, Տիրոջն է։ Դրա համար դու քիչ առաջ երկում էի, ես հանձնվում եմ քեզ, թող քո կամքը լի փոխ մտածում եմ, հեսա պաշտամունքը բրցնելու, էթալու ես քո կամքին ու գործին, ուրը մնաց Աստծո կամքը, քաղցր ջան, այն որ դու երկում ես մի քիչ մտածի, սրա համար էլ ես հաշիվ տալու ախր, այ բալանս։ Իմանք չէ երկի, ուրեմն թող երկիներն ինչի մեջ ապրում են, հա, շատ լավ, տեսեք, ասում է առանձնացրեցին եւ դուրս հանեցին եւ որտեղ գցեցին, սա հեքիաթ չի, դու կկարդաս ասես հեքիաթի նման ասես ինչ որ մեկին վախցնելու համար, բայց սա իրականություն է։ Ասում է հանեցին, առանձնացրեցին եւ կոմոդ ոնց է գրած, գցեցին կրակի հնոցի մեջ։ Ու մենք ասես հեքիաթի նման կարդում ենք ասես Երևակայում ենք հալելույա, բայց երբեք չենք մտածի, որ ես կարա որևիցե մեկի հետ լինի։ Մեր հետ լինի։ Եթե մենք դեռ շարունակում ենք գայթակղության պատճառ հանդիսանալ Աստծո տան մեջ, չարիք գործել Աստծո առաջին։ Շնորհակալ, հալելույա։ Բայց ստեգրված արդարները, ասա արդարները, դու որս դրա մեջ քեզ տեսարակ։ Բայց արդարները երկինքի արքայության մեջ կփայլեն արեգակի պես։ Ահա, այստեղ հալելույա, բայց այնտեղ ասում ով ականջունի թող լսի Տիրոջ խոսքը ինչ ասում։ Այսինքն Տիրոջ խոսքը հենց իմի լսում ես եւ դու պիտի սթափվես, զգոն լինես, որ չլի թե այդ իրավիճակում գտնվես գայթակղություն առաջացնելու եւ կամ չարիք գործելու մեջ բռնացնի Տերը։ Հենց իմի ասելով դե այստեղ քո կենտրոնացումը միգուցե արդեն իմի Աստծո խոսքն ասենք, լսես ես ինչ ասում ես մարդը, պետք է դրծել է բան, բայց լսի, երբ որ Տերը այս օրերի մեջ քեզ բռնացնի տանելու համար, ինչի մեջ կբռնացնի։ Արդարության կյանքի մեջ, թե գայթակղություն գործելուց, թե չարիք գործելուց։ Եթե դու ինչ որ մեկի մեջ, ինչ որ մեկի հանդեպ ատելություն ես առաջացնում, դա բարիք է թե չարիք։ Ուշադրեք ես։ Տերը քեզ բռնացնի, ինչ կասի, ուր կտանի։ Գաղատացիների եկեղեցին նույնպես գնացել էր փոխզիջումներին եւ դրա պատճառով դեգրադացիա էր վերապրել, այսինքն հետաճ էր ունեցել։ Առաքյալն ասում է դուք սկսեցիք հոգով, հիմի մարմնավոր եք ապրում։ Հետաճ էր, չէ՞ ունեցել։ Հոգով, հիմնային դու անհատ որպես այս ժամանակ երբ որ ասում էին Հիսուս, օ սիրտը ցնծում էր։
Ինչա պետք անեմ Հիսուս կողմը։ Կյանքս էլ կտամ Տեր։ Հիմա ասում են Հիսուս, ասում են ժամանակ չունեմ։ Իա։ Էդ ինչ է։ Հիսուսի համար տես դու հետ ես աճել, թե առաջընթաց ես ունեցել։ Այն ժամանակ մարդը գլուխը տել ջարդեր, աշկդ կհանեի ժամ կտա իր ասելի Պողոս Արաքյանը։ Բայց մի ոտերը տենա լվանում է, ձերի մեջ ձված եղանի տա, էլի դժգոհ ես։ Հետ աճ ես ապրել, թե առաջընթաց կքաղցր ջան։ Փոխզիջման գնացած անձնա այս իրավիճակները վերապրում։ Գաղատացիները եկեղեցին փոխզիջման էր գնացել, հետաճ էր ապրել, դեգրեդացիա էր ունեցել։ Դրա համար Պողոս Առաքյալը գրում է, ասում է, ինչ կատարվեց ձեզ հետ։ Ինչի այդքան շուտ երես թեքեցիք բուն ճշմարտությունից, ձեր առաջ պատկերավոր կերպով ասում է, ես ներկայացրեցի Քրիստոսին, որն է Սուրբ Հոգին տվեց ձեզ, բայց դուք ասում եք շուտապույտ կերպով հրաժարվեցիք նրանից։ Դուք հոգով սկսեցիք մարմնով եք վերջացնում, հոգով այսինքն ջերմերանդ էիք հոգով։ Հիմի ջանք չեք ներդնում, ասում է ով ձեզ կանգնեցրեց, ով ձեզ կախարդեց, ով ձեր մեջ այդ փոխակերպումը բերեց, այդ փոխակերպում բերող համոզմունքը Աստծուց չի, նրանից չի ասում Առաքյալը, ով ձեզ կանչեց իրենը լինելու, եւ ով էլ որ դա լինի, որ ձեզ արգելքը հանդիսացեն ճիշտ լավ վազելու, Աստծո ճշմարտությանը հնազանդվելու, ասում է ով էլ որ դա լինի, դատաստան պիտի գրի Աստվածանից։ Հարց տուր քեզ քաղցր ջան, այն սկզբունքը, որով ես ու դու ապրում ենք, երկրի վրա եկեղեցում ծառայում ենք Աստծո առաջին, այդ սկզբունքը, որ մենք ունենք մեր ներսում համոզմունքը, դա աստվածային է, թե ոչ, այն Աստծուցն է, որ մեզ կանչեց իրենը լինելու, թե ոչ, այն Քրիստոսիցն է, որ իր անձը զոհաբերեց, որը հայտնվեց իր անձը զոհաբերելու, թե մենք նոր Քրիստոս ենք հայտնաբերել եւ նրան հետևում ենք։ Ասում է, այդ սկզբունքները Աստծուց չեն, ասում է, սթափվի եւ դարձիեք եւ իմացած եղի, որ ով էլ որ ուզենա քեզ ոչ թե դավանափոխում անի, այլ որ փոխակերպի, այն կրակը, որ քո մեջ կար, սառեցնի, այն հնազանդությունը կար, դադարեցնի, այն ճշմարտությունը, որի համար դու պատրաստ էիր, վազում էիր, դադարեցնի, ասում է, ով էլ որ դա արել է, հաշիվ պիտի տա Աստծուն, դատաստան պիտի կրի։ Ուրեմն շարունակեմ։ Հալելույա։ Մանանեխի առակը, որը երրորդն է հանդիսանում Մատթեոս 13-ում ներկայացված 7 առակներից, ամբողջությամբ համահունչ է Հայտնության գրքում 7 եկեղեցիների երրորդ եկեղեցուն, այսինքն Պերգամոնի եկեղեցուն։ Պերգամոն նշանակում է ամուր, հաստատում, բարձր աշտարակ, որի վրա թռչունները բուն են դնում։ Հայտնություն 2-րդ գլուխ 12-17 համարներում Պերգամոնի եկեղեցին փոխզիջման պատճառով դեգրեդացիա էր վերապրել, հետաճ էր ունեցել, համաձուլվել էր աշխարհի սկզբունքների հետ եւ եկեղեցին դարձել էր Քրիստոսի, եկեղեցին դադարել էր Քրիստոսի հետ ունեցած առողջ հարաբերություն ունենալուց եւ աղավաղվել էր եկեղեցու մեջ աղավաղվել էր Քրիստոսի բուն պատկերը, Աստծո խոսքը եւ եկեղեցին դադարել էր Քրիստոսին ամբողջապես վայելելուց։ Քրիստոսի եկեղեցին կերպարանափոխվելով եւ ընդունելով աշխարհի կերպարանքը, տրվելով հեթանոսական, քաղաքական սկզբունքներին, վարմունքներին, եկեղեցին դառնում է մի կրոնական հզոր ամուր կառույց։ Եվ ընդ որում, երբ որ նկատեցիր Մանանեխի հատիկի առակի մեջ, Հիսուսն ասում է թռչունները գալիս եւ բուն են դնում։ Ինքը խոսում է ներկա պահի մեջ, ոչ անցյալի, ոչ գալիքի համար։ Ներկա պահի մեջ, որովհետեւ այն ժամանակ, երբ որ Հիսուսն ասեց, արդեն իսկ Աստծո եկեղեցին գնացել էր այդ փոխզիջումների փոխակերպմանը։ Իրականում Քրիստոսի եկեղեցին դա Քրիստոսի մարմինն է
երկրի վրա եւ Քրիստոսի բնապատկերը եւ ավետարանով ապրող եկեղեցին երկրի վրա ներկայացնում է Քրիստոսի բուն պատկերը եւ գործունեությունը Աստծո փառքի համար։ Աստծո եկեղեցին դա մենք ենք, որովհետեւ Սուրբ Հոգին բնակվում է մեր մեջ։ Դա հաստատում է Առաջի Կորինթացիներ 3:16։ Գիտեմ, որ գիտես, բայց իմացի։ Եվ մենք չպիտի որևիցե փոխզիջման գնանք։ Ցանկացած փոխզիջում կամանց մեզ կերպարանափոխում եւ կերպարանակից դարձնում աշխարհքի հետ։ Այնինչ, քիչ հետո կտեսնենք, մենք կոչված ենք կերպարանակից լինելու Քրիստոսի աստվածային բնության հետ։ Ամեն։ Տեր Պերգամոնի եկեղեցուն հայտնվում է երկսայրի սուրը իր ձեռքում ունենալով։ Եվ պատվիրում է, որ եկեղեցին վերադառնա ճշմարիտ ու առողջ խոսքի ուսմունքի։ Դա նշանակում է, որ եկեղեցին հետնահանջ էր ունեցել։ Աստծո կենթանի խոսքը աղավաղվել էր այդ եկեղեցում։ Այդ եկեղեցում ավելի շատ տեղեր գտնում փիլիսոփայություն, գաղափարախոսություն, մարդկային իմաստությունը, ավելի շատ տեղեր գտնում աշխարհը եւ հետանոսական սովորություններ ու սկզբունքները, քան թե Աստծո խոսքը։ Դրա համար Հիսուսը, երբ որ հայտնվեց այդ եկեղեցում, ես բազմիցս անգամ ասել եմ, ամեն եկեղեցու, որտեղ Հիսուսը հայտնվում է այդ 7 եկեղեցիներին, իր կարիքի համեմատ է հայտնվում, եւ որ այդ եկեղեցին դուրս բերի այդ իրավիճակից։ Ինի հայտնվում է ու ասում է, որ ետ դարձիր բուն ճշմարիտ խոսքին։ Երբ որ Հիսուսն ասում է, ետ դարձիր բուն ճշմարիտ խոսքին, դա նշանակում է եկեղեցին արդեն հերվածել էր այդ խոսքից։ Կարծում ես, որ այս խոսքերը այս ժամանակաշրջանի եկեղեցուն չի վերաբերվում, մեզ չի վերաբերվում, ինչ որ բաներ փոխզիջումների գնալով մենք չենք թողել բուն խոսքը, դե ոչինչ, ճիշտ է Տերոջ խոսքը սենց ասում, բայց սենց էլ աշխատում։ Չի աշխատում, կարճ կաշխատի ու վերջ։ Դա արդեն փոխզիջման գնացած եկեղեցի է։ Եվ շարունակությունում ասում է, որ փոխզիջման գնացած եկեղեցուն ասում է, որ Ետ դառնա այդ եկեղեցում եղող անդամները, որոնք փոխզիջման են գնացել, ճշմարիտ ու առողջ հավատքին, եթե չապաշխարի եւ ետ չդառնա, լսեք, ասում է, ես կպատերազմեմ այդ անձանց հետ իմ բերանից դուրս եկած սրով։ Երբ որ Հիսուսը սկսի պատերազմել եկեղեցու դեմ, կարծեր ջան, սարսափելի խոսք է, լսում ես։ Հիսուսն ասում է, եթե դու ետ չդառնաս քո սկզբունքներից, համոզմունքներից, որոնք այդքան էլ չեն համապատասխանում Աստծո սկզբունքներին ու համոզմունքներին, ասում է, այդ խորհուրդը տեսանք Առաքյալ Գաղատասարի եկեղեցում, ասում է, այդ խորհուրդը, որ դուք ընդունել եք, այն Աստծուց չի, որ ձեզ կանչել է իրենը լինելու, հիմի մեզ կանչող Աստվածը իր խոսքի մեջ ասում է, ետ դարձիր այդ սկզբունքներից, փոխզիջումներից։ Եթե դու ետ չդառնաս, ասում է, ես իմ բերանից դուրս եկած սրով, այսինքն խոսքովը քո դեմ կպատերազմեմ։ Քո դեմ կպատերազմեմ։ Կարող ես կողքինիդ ասել, այս լուրջ բան է։ Պիտի ստապվի։ Պիտի ստապվի։ Իմ բերանից դուրս եկած սրով ասում է։ Այսինքն խոսքը քեզ դեմ դուրս կգա։ Խոսքը քեզ կդատապարտի։ Խոսքը քեզ կավիրի եւ կոչնչացնի։ Խոսքը, որը դիեզերքն արարեց, որի առաջ ոչ մի զորություն չի կարող կանգնել։ Եվ գիտես, այդ խոսքը դուրս է գալի Տիրոջ բերանից քեզ ազատելու համար, եթե իհարկե դու ապրում ես Տիրոջ խոսքի համեմատ, բայց եթե դու դրան դեմ ես գնացել, փոխզիջումների ես գնացել, այդ նույն խոսքը կարա քո դեմ դուրս գա, սա Հիսուս Քրիստոսի խոսքն է։ Ուրեմն ի՞նչ է պետք է այսօր եկեղեցու սթափվենք, արթնանանք, զգոն լինենք, ետ դառնանք մեր մտածելակերպից, մարդկային սովորություններից, համոզմունքներից, որ կարծել ենք դա ճշմարտություն է, եւ այդ մարդկային կարծիքների վրա մեր աստվածաբանությունն ենք հիմնավորել։ Ետ դառնանք, քանի դեռ այս խոսքը մեզ հնարավորություն է տալի ապաշխարելու։ Նույն բանը Պողոս առաքյալը գրում էր Տիտոսին ուղված գրքի մեջ 1:13-ում, 2:1-ում եւ քաջալերում էր,
որ Տիտոսը եկեղեցուն հորդորի, որ ամբողջ եկեղեցին վերադառնա Քրիստոսի առողջ ու ճշմարիտ վարդապետությանը եւ ողջամիտ հավատքին, ողջամիտ խոսքի ու սմունքին, որպեսզի եկեղեցին ձեռք բերի եւ նորից վերականգնի եւ վերապրի Քրիստոսի ամբողջական ու ճշմարիտ նկարագիրը եւ բնապատկերը, որովհետեւ ճշմարտությունից հեռացած անձը չի կարող իր վրա ունենալ Քրիստոսի բնապատկերը։ Ուշադիր ես։ Նրանք կերպարանք կունենան, որ աստվածապաշտ են, բայց ներքուս Աստծո զորությունը ուրացած է։ Եվ եթե ինչ-որ մեկն Աստծո զորությունը ուրացած չի, ապա Աստծո զորությունը թուլացել է, որ քո կյանքը փոխի, թուլացել է, որ քեզ ազատի այդ գերությունից, ոչ։ Ուղղակի դու սիրում ես այդ գերության մեջ մնալ, այդ գերությունը, այդ մեղքը քեզ հարազատ ես համարում, դրա համար Աստված չէ որ ասել է ես քեզ քո թշնամիներից կազատեմ։ Այն ինչ որ դու թշնամի չես համարում դեռ, Տերը չի ազատի քեզ դրանից։ Բայց երբ որ դու այդ սկզբունքները, մարդկային մտածելակերպը դու թշնամի համարես, հենց իմի Տերը կազատի քեզ։ Եվ եթե դու այդ իրավիճակներին հավատարիմ լինելով հարազատ դառնաս, դու թշնամի կդառնաս Տիրոջ համար։ Որտեղ ասում եմ ես իմ բերանի սուրով կպատերազմեմ նրա հետ։ Կարծում ես ասում եմ իմ հարազատների հետ կպատերազմեմ, ոչ, ասում եմ ով որ ինձ թողեց եւ գնաց փոխզիչման, ես նրա հետ կպատերազմեմ։ Դրա համար իմի Տիրոջ խոսքը էսա իր եկեղեցուն։ Անկախ նրանից ինչ սկզբունքներ ես ունեցել մինչ այսօր, սովորություններ, համոզմունքներ, բանավորություն, խղճմտանք, եթե դա աստվածային չի, թող է։ Դու մտածում ես ոնց իմանաս որն աստվածային թե որը չէ, նշանակում մտքի նորոգություն չունես, որովհետև ասում եմ մտքի նորոգություն ունեցի, կհասկանաս որն Աստծո կամքը։ Հա՞։ Այսօր է տոժնը։ Այսօր է տոժնը։ Եվ իմի Եբրայեցիների 6:12-ում ավետարանը հստակ հայտարարում է ասելով. Հիվանդամիտ մի եղեք, այլ նմանվող եղեք հավատքով եւ համբերությունով խոստմունքը ժառանգողներին։ Ուրեմն, եթե մարդը հերվածել է ճշմարտությունից, բուն ողջամիտ խոսքից հեռացող մարդը չի կարող հիվանդամիտ չլինել։ Դրա համար ասելով թե հիվանդամիտ մի եղեք, այսինքն ասում է թե դարձի արի դեպի ողջամիտ խոսքին եւ քո հիվանդ միտքը կնորոգվի։ Եվ դու կկենտրոնանաս խոստմունքները ժառանգելու վրա։ Եվ խոստմունքները ժառանգելու համար ասում է, որ հավատք պետք եւ համբերություն, ասա հավատք եւ համբերություն։ Սրանցից մեկի բացակայության դեպքում խոստմունքը անհնարին է ժառանգել։ Հավատքը լավ է, իսկ հավատքը իր մեջ պարունակում է հնազանդություն, հավատարմություն, ամեն։ Բայց միևնույն ժամանակ հավատքը պահանջում է նաեւ համբերություն, ասա համբերություն։ Դու կարող ես հավատքով երեկոյան աղոթք անել, հավատքով այսպես հրճակում անել, բայց առավոտն արտանաս ու տենաս դեր չի կատարվել, անհամբեր գտնվես, ասես ես տենց էլ գիտեի որ չի լինելու։ Ու հաստատ չի լինի, մի անհանգստացի։ Որովհետև գրված է երբեք մարդը չկարծի թե Տիրոջից ինչ որ բան կառնի։ Առաջի Կորինթացիների, չգիտեմ շատ երկարացրեցի թե չէ, բայց հասել ենք առաջի Կորինթացիների 15-րդ գլուխին, 1-2 համարներում առաքյալը գրում է այսպես եկեղեցուն ասելով եղբայրներ, քույրեր, հարազատս։ Ասում եմ հիշեցնեմ այն ավետարանը, որ ես ձեզ քարոզեցի, Կոմոտենցա չէ գրած։ Ես ձեզ քարոզեցի եւ կամ փոխանցեցի, որը եւ ուրախությամբ ընդունեցիք, որին էլ հավատարիմ եք մնում, որի միջոցով էլ կարող եք փրկվել։ Ստորակետ ու շարունակում է. Եթե իհարկե անխախտ պահեք այն, ինչ որ ես ձեզ փոխանցեցի։ Անխախտ պահեք, այսինքն չփոխակերպեք, չայլափոխեք, հա։ Որևիցե բանով չաղավաղեք, անխախտ պահեք այն, ինչ որ ես ձեզ քարոզեցի։ Այլապես իզուր հավատացած կլինի։ Այսինքն երբ որ մարդը
ավետարանի խոսքը փոխակերպումը իր հավատքն իզուր է։ Մենք կանչված չենք ավետարանի խոսքը փոխակերպելու, մենք կանչված ենք ավետարանի խոսքը ուրախությամբ ընդունելու, դրանով փրկվելու։ Այստեղ ասում է, եթե իհարկե անխախտ պահեք այդ, չխախտեք այդ։ Քանիսներս ենք ուզում, որ այդ ավետարանի խոսքով փրկվենք։ Եկեք չխախտենք այդ խոսքը, չայլափոխենք այդ խոսքը, չփոխակերպենք այդ խոսքը։ Ճիշտ է, Տերն ասել է սիրի, բայց նա սիրելու արժանի չի։ Ների նա ներման արժանի չի։ Այո, Տերն ասել է արա, չի կանչե, որ դու որոշես ով արժանի, ով չէ։ Ամեն։ Համ նրան ասում ես Տեր, համ էլ թելադրում ես, թե ինչ անի քո կյանքում։ Ուրեմն Քրիստոսն է Աստծո կենթանի խոսքը, սերմը, ամեն։ Եվ նա մեռավ եւ հարություն առավ։ Այսինքն ցանվեց եւ ծնեց։ Եվ իր տեսակի պտուղ բերեց։ Իր տեսակի պտուղ տվեց։ Նրա պտուղը չայլակերպվեց, չփոխակերպվեց։ Եվ հիմի Աստված նույն բանն է ակնկալում Քրիստոսի եկեղեցուց, որ իր տեսակի պտուղը տա։ Չայլակերպի այդ սերմ այդ խոսքը։ Եվ երբ որ եկեղեցին անցնի այդ ընթացքին, առավել կտեսնի Աստծո փառքը, շնորհքն ու ողորմությունը, զորությունն ու ներգործությունները Սուրբ Հոգու կերպնական կերպով։ Գաղատացիների եկեղեցին են անցնում էր մի փուլով, որը Աստծո սրտին հաճելի չէր, բայց առաքյալը խոսեց այդ եկեղեցուն եւ ասեց սթափվեք, ճիշտ է, դուք ընդունել եք հոգին եւ սկսել եք հոգով, բայց կարեւոր է որ վարվեք հոգով։ Ամեն։ Եվ նույն գաղատացիների եկեղեցում Պողոս առաքյալն ասում է, որ Քրիստոսի խաչի շնորհիվ աշխարհն իմ համար խաչված է։ Այսի ասում է մի մարդ, լսեք, որը որևիցե առումով չգնաց փոխզիջման, որևիցե առումով Քրիստոսից վերցրած խոսքը չայլափոխեց։ Եվ այստեղ գրված է, որ ասում է Քրիստոսի հետ ես էլ խաչված եմ։ Քանիսներս ենք մենք մեզ Քրիստոսի հետ խաչված տեսնում։ Ավետարանը մեզ տանում է դրան։ Եթե մենք դրա վրա կենտրոնացած չենք, մենք այլափոխած ավետարանով ենք ապրում։ Մենք փոխակերպված խոսքով ենք ապրում։ Մենք ուրեմն արմատներ ենք գցում աշխարհի մեջ եւ աշխարհի կերպարանքն ենք ունենում։ Առաքյալն ասում է, ես Քրիստոսի հետ խաչված եմ։ Եվ Քրիստոսի խաչի շնորհքով աշխարհն իմ համար խաչված է։ Ցավոտ է։ Ասում է, որ եւ ես էլ աշխարհի համար եմ խաչված։ Օտար բան եմ ասում, շատ լսում եք։ Պողոս առաքյալն ասում է, որ աշխարհն իմ այն աշխարհի մասին է ասում, այն որ անուն աշխարհը այդ կնոջ չէ, աշխարհի մասին է ասում, այն որ քեզի առաջարկում է դու ատկաշ չունես։ Բայց որ Քրիստոսն առաջարկում ժամանակ չունես։ Աշխարհն առաջարկում է սիրով ընդունում ես, Քրիստոսն առաջարկում ասում ես հնարավորություն չունի։ Բայց այստեղ այդ նշանակում է, որ մենք փոխակերպել ենք խոսքը, քաղցր ջան։ Փոխզիջման են գնացել, դեգրադացիա ենք, հետ աճ ենք ունեցել։ Ասում եմ, ժամանակ լսում ենք, երկրպագություն ասած ընկնում ենք, կապ չուներ, ով էր ընտեղ, ասած կապ չուներ, ինչ էր գալիս, ստեղուց ասած հալել, հիմի չէ, հիմի մենք դարձել վստահ քրիստոնյաներ։ Բայց ասում է, որ ես Քրիստոսի համար խաչված եմ, սա կրկնում եմ կասի մի մարդ, որը չի գնացել փոխզիջման։ Եվ եթե դու այս խոսքերը չես կարող ասես, նայ որտեղ ես գնացել փոխզիջման։ Առաքյալն ասում է ինձ նման է։ Դուք էլ կարող եք այս ապրումներն ապրել։ Եվ հետո ասում է Քրիստոսի խաչի շնորհիվ, չի ասում իմ խաչի շնորհիվ։ Ասում է Քրիստոսի խաչի շնորհիվ, չի ասում իմ գործերի շնորհիվ։ Աշխարհը խաչված է։ Ասում է Քրիստոսի խաչի շնորհիվ։ Ամեն։ Չի ասում իմ հնարավորությունների շնորհիվ, ասում է Քրիստոսի խաչի շնորհիվ։ Կենտրոնացումը առաքյալի Քրիստոսի խաչն է։ Ասում է աշխարհն իմ համար խաչված։ Քանիսներից համար աշխարհ, դեռ չբարձրացնես, ուղղակի մտածի։
Քանիսներիս համար աշխարհը խաչված, մտածի սրա մասին։ Եթե մեր համար դեռ աշխարհը խաչված չի, եթե մենք խաչված չենք աշխարհի համար, թող զիջման են գնում աշխարհին։ Եվ հետո շարունակում է։ Եվ դրա համար էլ հետո շարունակում է առաքյալը։ Դու դա կարող ես կարդալ Գաղատացիների գրքում։ Դա մենը 6 գլուխ է։ Ուրեմն այնտեղ ասում է, որ եւ այսուհետ էս խոսքերն ասելուց հետո, էլ ասում է, ես ճիշտ է կենթանի եմ, բայց ես չէ որ ապրում եմ, այլ Քրիստոսն է որ ապրում է իմ մեջ։ Որովհետեւ դե հա, այս ժամանակվա շրջանի եկեղեցիներին չի վերաբերվում, դա եղել է առաջի դարում, ամեն։ Դե փառք Աստծո։ Ինչ բարձր է սա ոչ տնաշեն, որ լսողները իմիդես ցայնագրություն լսողին իմանան, որ առաջի դար հասկանում է սա հիմա է վերաբերվում, հիմա ինձ ու քեզ։ Թողքին ասա ինձ ու քեզ է վերաբերվում։ Այսինքն ես ու դու պատասխանատվություն ենք կրում, որ այս խոսքերը ոչ թե անգիր ասենք, այլ վերապրենք այս խոսքերը, որ ես չէ որ ապրում եմ, այլ Քրիստոսը։ Նա չի որ մեկը ասի լավ կոֆես դրե, ասես ես չէ որ դրել եմ, Քրիստոս չէ કે կոֆե դնի, Քրիստոս եկել է քո մեջ ապրի եւ քո միջոցով դիմացինին սեր փոխանցի, ողորմություն փոխանցի, գութը փոխանցի։ Ամեն։ Հալելույա։ Եվ քանի դեռ ես ու դու այս խոսքերը չեն կարողացել ոչ թե անգիր ասել, այլ վերապրել, ուրեմն ինչ որ բանում օբզիչման է գնացել։ Երբ որ այս խոսքն ընդունելով սթափվենք, իդ դառնանք այդ իրավիճակից, որը մեզ ինչ որ կերպով կուլ է տվել, կլանել է, գայթակղել է, շեղել է, կանգնեցրել է։ Կապ չունի դա եղել է իրավիճակ, թե դա եղել է ինչ որ մեկը, հավատացյալ, անհավատ, արունակից կամ ծառայակից կապ չունի։ Դատաստան պիտի կա։ Իմիդում ասա օղ դատվելու է, էդի ինքը քո համար է դատվելու, բա դու էլ ուրիշին ես կանգնեցրել իր ընթացքից։ Դուք ասես, ես դες բան չեմ արել։ Եթե Կիրակի օրը քո հարևանը տենում է, որ դու եկեղեցում չես, դու կանգնեցնում ես իր մուտքը եկեղեցի։ Եթե քո հարևանը տենում է, որ դու հավատացյալ ես, բայց ավետարանով չես ապրում, դու կանգնեցնում ես իրան հավատացյալ դառնալու ընթացքից։ Եթե հավատացյալ է, անհավատը քեզ ասում է, ինչ տարբերություն իմ ու քո մեջ, դու մի ասա։ Հա, էլի ճիշտ է ասում։ Եթե ճիշտ ասում կորած ես, որովհետև անհավատը կորած է։ Ուրեմն ինչերով ես գնացել փողզիջման։ Ետ դարձի տեղից։ Տերը հայտնվել է քեզ։ Դու եկեղեցի ես։ Տերը եկել է իր սուր իր ձեռքում։ Իր խոսքը երկսայրից սուր է։ Կտրում է հեռացնում։ Խոսքը թափանցում է մինչև մարդու հոգին, շունչը, միտքը, մարմնի ողջ խորքերը, ոսկորների ծուսքը, կտրում ու հեռացնում են տեղից, անաստվածային կառույցները, հոդերով իրար կապված լինելը, անաստվածային իրավիճակները տեղ են գտել շատ հավատացյալների մեջ և աստվածային կերպարանք են ձեռք բերել։ Մի խաղա եկեղեցի։ Մի ունեցի կերպարանք, որ հավատացյալ ես ու աստվածապաշտ։ Հաշիվ կատարելու Աստծո առաջ։ Այդքան բան քաղցեցա։ Ես ասեցի, սիրտս հանգստացա։ Որովհետև այս մի ամբողջ ամիսների մեջ Տերը անհանգստություն է դրել այս խոսքը խոսելու։ Որպեսզի այս առակը խոսեմ, ես խոսեցի մի քանի առակներ, որպեսզի գանք բուն վերջնակետին։ Եվ սա շատ կարևոր է։ Չխաբենք ինքներս մեզ, չխաբենք մարդկությանը, իսկ Աստծուն անհնարին է խաբել։ Ինքը գիտի մեր էությունը, բնությունը, բայց ինքը պատրաստ է մեզ ողորմություն ցուցաբերելու եւ մեր կյանքում իրավիճակներ փոխելու, եթե մենք դառնանք դեպի Իրեն։ Ամեն։ Տերը օրհնի։ Կամ Տիրոջ առաջ մեր անձնական ու անհատական աղոթքը բերենք եւ ասենք այո Տեր, շնորհակալ եմ,
ու դու մեզ առիթ ես տվել։ Այո, եւ այս երկրպագության մեջ նա մեկուր մեզ կօգնի, որ մենք գանք հոգու մեջ երկրպագությամբ եւ ասենք հիմա այստեղ կողտեր, այս պահին այցելիր ինձ։ Նորոգելու, վերականգնելու, վերահաստատելու, կառուցելու ամեն աստվածային կառույցները, որ ես պատճառ եմ հանդիսացել, որ իմ մեջ հավիրվի, պարգևները, շնորհները, կոչումներն ու ծառայությունները, տեսիլքը, որ Տերը դրել է մեր մեջ, եւ մենք պատճառ ենք հանդիսացել, որ դա խափանվի դադարի, Տերը հիմնի ուզում է, որ վերադառնանք դրան, կենթանի խոսքին, առողջ ու ողջամիտ վարդապետությանը, որևիցե փոխզիջման չգնա, դու կայացրա քո որոշումը, քո մեջ որոշի, այլևս ոչ մի փոխզիջում հակառակորդին, այլևս ոչ մի փոխզիջում անաստվածային իրավիճակների, որովհետև Տերն ուզում է, որ ես իր նման եւ իր պատկերով կանգնեմ իր առաջին, եւ ես այդ սերմը իմ մեջ ունենալով այդ տեսակի պտուղ տամ իր համար եւ կերակուր լինեմ ճշմարիտ կերակուր, ուրեմն իմ միջից բխեցնեմ ուրիշների հավատքի հաստատության համար։ Հիսուսի զորավոր անունով ամեն եւ ամեն։